Ցավոք անցյալից էլ պետք է ասեմ, միշտ որ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել է բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր երկու քայլ հետ եւ այլն։ Այսինքն նոր գործելաոճ չէ սա։ Մյուս կողմից նայենք արձագանքներին։ Այժմ արդեն 58 երկիր ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում եւ 10 միջազգային կազմակերպություններ։ Մենք նաեւ հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք, սակայն հայտարարությունները նոր են արվել, գիտեք, որ անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ։ Շարունակում ենք հայության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ։ Այս վերջի շրջանում տպավորություն ամեն դեպքում, որ Ադրբեջանը ավելի այսպես ագրեսիվ կեցվածքով է հանդես գալիս, եթե հաշվի առնենք հրադադարի խախտման մասին, այսպես հայտարարությունները եւ ասում են, որ սա ինչով է պայմանավորված։ Այսինքն իրենք փոխում են իրենց այն ուղղությունը այդ խաղաղության գնալու, թե ինչով կպայմանավորվի։ Որպես ճշմարտ գործիք են օգտագործում այսինքն։ Գիտեք, նույնպես նոր գործելաոճ չէ։ Գիտեք, միշտ թե անցած տարի, նախանցած տարի եւ այլն բազմաթիվ էին նման հայտարարություններ, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ որ գործողություններ է կատարում։ Հիմա իհարկե ունենք շատ կարևոր գործիք, դա դիտորդներն են, որոնք արձագանքեցին, տեսակ թե այս դեպքում թե նախկինում եւ միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դերական գործընթացին։ Դիտորդները ինչ կլինեն, եթե սահմանից հետ քաշվեն, ունի արդեն Հայաստանը սցենար։ Գիտեք, դեռ սցենարը ինձ թվում է քննարկելու կարիք չկա։ Պայմանագիրը նոր նշեցիք, որ այդքան էլ արագ չի շարժվում։ Այսինքն պայմանագիր ստորագրելուց, ռատիֆիկացնելուց այս մանդատը 2 տարով է։ Իհարկե, հետագայում խաղությանը, եթե ունենանք այդ առաջընթացը ստորագրենք, ռատիֆիկացնենք եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրոմիության դիտորդների համար, պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով։ Այնտեղ մանդատում կա նաև այդ վստահության միջոցառումների ստեղծումը, այնտեղ անելիքներ եւ Երևանի եւ Բաքվի եւ նաեւ տարբեր շրջաններում կայունության նպաստմանը։ Կարծում եմ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք։ Պարոն Հովհաննիսյան, բայց վստահ է Երևանը, որ Բաքուն չի պահանջելու նրանց առհասարակ հանել Հայաստանից, որովհետև այստեղ քննարկումներ կան այս համաձայնության այս կետի վերաբերյալ, որ հստակ չէ ամեն դեպքում այդ սահմանային հատվածում չտեղակայելու մասին դրույթը եւ այս մասով ինչպես է Երևանը պատկերացնում, կա նման վստահություն, որ չի լինելու այդպիսի պահանջ Բաքվից։ Գիտեք, այժմ ոչ մի բանի մեջ երևի ասես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։